որ սրանք ասում են խաղաղություն, երբ ա եղել իրական խաղաղություն։ Մեր դաշինքի առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի իշխանության տարիներին եղել է ամենախաղաղ ժամանակները, ոչ միայն Ադրբեջանը չի ռիսկ արել մի հատ քայլանի դեպի այս կողմ, ունեցել ենք ուժեղ նաև կազմակերպված պաշտպանված Արցախ, բայց նաև մեր երկիրն է զարգացել։ Հիմա նայեք, պարզ թվեր եմ ասում, չէ՞, պարզ թվեր։ Սրանք այս ամբողջ տարիների մեջ, որ մի լավ գործ են արել, այս բաները, ասֆալտ են արել։ Ինչքան գիտեմ, ամբողջ Հայաստանում մի նոր ճանապարհ են սարքել, Արաբկիր թաղամասում մեջ 70-80 մետրանոց մի ճանապարհ են սարքել, նոր ճանապարհ։ Այդ ասֆալտն էլ բոլոր փողոցները, որտեղ ասֆալտ են արել, 2-3 տարի մեկ նորից են ասֆալտ արել, Հիմա այդ հարցի պես այս տարի ձուն եկավ, Երևանում որ պատտվեք, լրիվ փոս է։ Ասֆալտն ինչ են անում, որ մարդկանց խաբեն եւ ասֆալտով փող աշխատել ամենած հնարավորությունն է։ Վաղ որ սրանք չլինեն իշխանության, դուք կտեսնեք, թե իրական թալանը Հայաստանի պատմության մեջ երբ ա եղել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի արտաքին պարտքը եղել է ընդամենը 1.4-1.6 միլիարդ դոլար։ Հիմա 18 թվին 7 միլիարդ էր, հիմա արդեն 15 միլիարդ է։ Մի մտածեք, որ դա պետության պարտքն է, մեր բոլորի պարտքն է։ 1.6 միլիարդից հասցրել են 15 միլիարդի։ Քոչարյանն եկել է իշխանության 98 թվին, աղքատությունը Հայաստանում եղել է 56%։ Քոչարյանը գնացել է, իր ժամանակը լրացել է առանց նորից շարունակելու մնալու, թողել գնացել է, աղքատությունն եղել է 24%։ Անցել է քանի տարի, 18 տարի, աղքատությունը 22-23% Հայաստանում։ Եվ որ սրանք ասում էին, աղքատությունը վերացնելու ենք։ Թոշակները 98 թվականին միջին կենսաթոշակը եղել է 6000 դրամ, հիշում եք այն ժամանակները, եւ ամիսներով աշխատավարձեր չէինք ստանում, թոշակներ չէինք ստանում։ Քոչարյանը գնացել է 2008 թվին միջին կենսաթոշակը եղել է 30000 դրամ։ 5 անգամ աճել է 10 տարում։ Անցել է 18 տարի, միջին կենսաթոշակը այսօր 49000 դրամ է։ 50%-ով աճել, 500% ընդեղ, 50% ստեղ։ Աշխատատեղերը, ժողովուրդ ջան, հիմա շատ են խոսում աշխատատեղերի մասին։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, առաջի 2 տարին դեռ շատ բարդ էր, մինչև վերականգնվեցինք, 2000 թվից մինչև 2007 թիվը ներառյալ, ամեն տարի ստեղծվել է 25000-ից 45000 աշխատատեղ։ Ամեն տարի հաշվետվություն ենք ներկայացնում, մեկ առ մեկ գրած, որտեղ, որ ոլորտում, որ հիմնարկում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Ասեցի, սրանք մենակ ասֆալտ են արել։ Մի հատ նայեք, Քոչարյանի օրոք ինչեր է կառուցվել։ Ինչքան նոր ճանապարհներ, կամուրջներ, հսկայական ճանապարհներ, ինչ ասես։ Մի հատ որ դրանք շարքով նայեք, կիմանաք, թե տարբերությունը իրական որն է։ Դեռ չեմ խոսում անվտանգության մասին, ինչքան անվտանգ եղել, Արցախ ենք ունեցել եւ այլն։